Ես ողջունում եմ գործարարիքին միացած մեր բոլոր լսողներին եւ դիտողներին, հիշեցնում, որ 106 եւ 5 հաճախականությամբ եք մեզ լսում։ Կարող եք հաղորդումը եւ բոլոր հաղորդումները դիտել մեր թվային հարթակներում։ Այս պահին Mix Marketing հաղորդումն ենք մենք սկսում եւ տաղավարում հաղորդման հեղինակ Գանե Դաջունցն է։ Ողջույն Գանե։ Ողջույն Մոնիկա։ Շատ շնորհակալ եմ, որ այսօր կրկին միասին ենք հաղորդումը վարելու, կարծում եմ հետաքրքիր կստացվի։ Սպառողական վարքից ենք խոսելու եւ առհասարակ հետազոտություններից թե ինչ դեր ու նշանակություն ունեն։ Իհարկե, գիտեմ, որ այս հաղորդման շրջանակում բազմաթիվ անգամներ խոսել ենք, բայց նորությունները կարծես թե ժամ առ ժամ են լինում։ Փորձենք հասկանալ, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել շուկայում։ Առհասարակ, եթե խոսենք հենց մարքեթինգային հետազոտություններից, նորություններ այս իմաստով կան, թե մշտական այն հին մեթոդներն են, որոնք շարունակում են լինել։ Շնորհակալություն, բնականաբար կարծես թե բոլոր ոլորտներում ամենտեղ, ամենուր մենք տեսնում ենք ժամ առ ժամ փոփոխություններ, եթե նախկինում այդ փոփոխությունների գործընթացը տևում էին տարիներ, հիմա ամեն ինչը շատ արագ է տեղի ունենում եւ մարքեթինգային հետազոտությունները եւ առհասարակ մարքեթինգի ոլորտը եւ հետազոտությունների ոլորտը անմասն չի մնում այս փոփոխություններից եւ այո, մենք այստեղ եւս ունենք մի շարք նորություններ ու նախքան այդ նորություններին անցնելը ցանկանամ նշել, որ առանց հետազոտությունների, առանց մարքեթինգային հետազոտությունների բիզնեսի գործունեությունը կարծես թե կույր գործունեություն լինի ինտուիտիվ մակարդակի վրա, այս առումով ոչինչ չի փոխվել եւ փոխվել են այն բոլոր հնարավորությունները, որ բիզնեսը ունի, այսինքն եթե մենք նախկինում ասում ենք, որ բիզնեսը հնարավոր է չունի բավականաչափ ռեսուրսներ, որպեսզի տրամադրի հետազոտելու եւ ինտուիտիվ մակարդակի վրա որոշումներ չկայացնելու համար, այսօր այդ ամեն ինչը փոխվել է եւ նույնիսկ շատ փոքր բյուջեով կամ հենց նախնական փուլում, եթե խոսում ենք փոքր բիզնեսների մասին, նրանք եւս կարող են ուսումնասիրել շուկան, ստանալ երկրորդային տվյալներ, որովհետեւ արդեն այս նոր տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը, մեծ դատաները, այո, հնարավորությունները շատ մեծացել են եւ չօգտվել այս հնարավորություններից եւ ռեսուրսներից առնվազն անմտություն է։ Առանձին հետազոտության օրինակների նաեւ կանդրադառնանք, բայց հետաքրքիր է, շատ բիզնեսներ ասում են, որ օրինակ մեզ մասնագետ պետք չի, մենք թիմում ունենք այս մարդը, ով տիրապետում է այսինչ գործիքներին, ինքը կարող է դա անել, որքանով է դա հնարավոր իրականացնել իրականում, մարքեթինգը որքանով է ոչ մասնագետի կողմից իրականանալի եւ արդյոք ամեն դեպքում պետք է ավելի պրոֆեսիոնալ վերաբերվել այս հարցին։ Ես կարծում եմ, որ միանշանակ միայն մարքեթինգի մասնագետը չէ, բոլոր առանձին մասնագիտացումներին պետք է վերաբերվենք պրոֆեսիոնալ եւ եթե մարդը չի տիրապետում տվյալ մասնագիտությանը, կարծում եմ, որ այդքան էլ իր տեղը չի տիրապետել, այստեղ մենք ի նկատի չունեմ, միայն ակադեմիական գիտելիքը կամ ինչ որ դիպլոմը, որը ստացել է, այլ նաեւ պարբերաբար սեփական անձի վրա մասնագիտական տեսանկյունից աշխատելը եւ ես չեմ այդ նույն գործիքներին տիրապետել, որտեղ փոխվում են ժամ առ ժամ, ինչպես նշեցիք։ Այսինքն եթե դու ստացել ես կրթություն 15 տարի առաջ համալսարանում որևէ, դա բավարար չի համենայն դեպս այս ոլորտում աշխատելու, գոյատևելու համար։ Մենք անընդհատ պետք է զարգանանք, անընդհատ պետք է հետևենք այն բոլոր փոփոխություններին եւ նորամուծություններին, որը կատարվում է։ Ինչ վերաբերում է in-house, մարքեթինգի մասնագետին, դա կազմակերպության որոշումն է իրականում, կան շատ կազմակերպություններ, որոնք որոշում են կայացնում, որ իրենք պետք է առանձին ունենան մարքեթինգի թիմ, կազմակերպության ներսում, կան կազմակերպություններ, այո, կան ոչ միայն կան կազմակերպություններ, ովքեր որ ունեն այդ ռեսուրսները, բայց կարծում են, որ մարքեթինգի թիմը պետք է լինի outsource ընկերության կողմից, այսինքն ոչ կազմակերպության ներսում, դա ավելի այսպես անաչառություն է ապահովում եւ այլն, երկու մոտեցումներն էլ տարբեր երկու պարագայում ընդունելի է։ Այստեղ կարևոր է այն ընտրված մասնագետների արդեն մասնագիտական որակները։ Այստեղ կուզեմ մի հարցի անդրադառնանք outsource-ի մասով երբ ասեցիր,
քննադատական մոտեցում եմ լսել վերջին հաղորդումներից մեկի ժամանակ, ոչ այս հաղորդման, որ ասում էին այ մարքեթինգը միշտ չի որ պիտի outsource վստահել, որովհետև պետքա թիմի կապը, այդ կապը լինի, այսինքն հասկանա մարքեթինգային թիմը, թե ինչա կատարվում ընկերության ներսում, ինչ մշակույթ է տիրում, ինչ իրավիճակ առհասարակ ինչի կարիք կա, բայց outsource-ի դեպքում կարծես թե այդ ամեն ինչից կտրված է տեղի ունենում։ Դու ոնց ես նայում այդ հարցին եւ արդյոք իրականում ճշմարտություն կա դրա մեջ։ Սովորաբար երբ որ արվում է outsource, լինում է, հա, մի անձ, մի մասնագետ, ով կապող օղակ է հանդիսանում այդ outsource ընկերության եւ տվյալ կազմակերպության միջև, այսինքն շատ դեպքերում կարող ենք ասել այդ կազմակերպության աչքերն են, հա, ներսում, բոլոր պարագաներում կարելի է առանձնացնել եւ առավելություններ եւ որոշակի թերություններ, միանշանակ ասել, որ ընդունելի չի, ես բնականաբար չեմ ասի, որովհետեւ կարծում եմ, որ պրոֆեսիոնալ աշխատանքի դեպքում եւ տվյալ կազմակերպությունում որոշակի մասնագետի հետ անմիջական աշխատելու, հա, միջոցով, այո, մեծ կազմակերպությունը կարող է չցանկանա պահել մեծ մարքեթինգային թիմ, հետազոտական թիմ, նա կարող է ուղղակի ունենալ մարքեթինգի մասնագետ, 1 կամ 2 հոգի, ով outsource թիմի հետ կլինի կապի մեջ եւ աշխատանքները կարելի է իրականացնել շատ սահուն եւ արդյունավետ, ես չեմ կարծում։ Հնարավորությունների դար է, վերջը։ Ամեն ինչ հնարավոր է իրականացնել։ Շատ լավ, կուզեմ, որ արդեն հետազոտություններին անդրադառնանք, թե ավանդական են հետազոտական մեթոդները, որ կան եւ թե այն նորությունները, որոնք դաշտում արդեն ի հայտ են գալիս, նաեւ կարծում եմ շատ նոր լսողներ ու դիտողներ կլինեն, գուցե բիզնես են ուզում սկսել, հասկանան թե ինչա իրականում այդ հետազոտություն ասվածը։ Ինչա հետազոտությունը, այո, մեր նոր միացած ռադիո լսողների եւ դիտողների համար ասենք, որ դա համակարգված գործունեություն է, տվյալների հավաքագրման, վերլուծության, շուկայի տենդենսների ուսումնասիրման, սպառողական վարքի ուսումնասիրման, մրցակիցների շուկայի ուսումնասիրման վերաբերյալ եւ մենք այս ամբողջ process-ը օգնում է բիզնեսին հասկանալ, թե որտեղ է շարժվում, ինչ փուլում է գտնվում իր ապրանքը, պրոդուկտը, ծառայությունը, ինչպես է փոփոխվում իր սպառողների վարքագիծը։ Հիմա շատ ուշադրություն է դարձվում հենց սպառողական հետազոտությանը։ Մեթոդների տեսանկյունից եւս, հա, մենք ունենք մեր ավանդական մեթոդները, քանակական եւ որակական, քանակական մեթոդների դիմում են այն դեպքում, երբ որ ցանկանում են ստանալ ավելի այսպես թվային ինֆորմացիա, ավելի մեծ քանակի ինֆորմացիա կապված օրինակ շուկայի մասնաբաժինների հետ, այն ինչը որ մենք ուզում ենք տոկոսներով տեսնել, այն ինչը մեր համար ավելի ընդունելի է այսպես թվային, իսկ որակականը ավելի շատ պատասխանում է մեր ինչուներին, թե ինչու ենք ստացել այս կամ այն պատկերը, պատճառահետևանքային կապերը, որոշակի թեստավորումներ իրականացնելու համար մեզ որակական հետազոտություններն օգնում, բայց այս երկուսի միքսը ամենաիդեալական տարբերակն է եւ կարծում եմ այն բոլոր կազմակերպությունները, որոնք ունեն հնարավորություն իրենց գործունեության կամ պլանավորման ընթացքում նախատեսել եւ քանակական եւ որակական հետազոտություն, այստեղ արդեն ավելի կոմպլեքս մոտեցում է տեղի ունենում։ Ինչ հաճախականությամբ պիտի այդ վերլուծությունը իրականացնել, որպեսզի ավելի արդյունավետ լինի։ Իրականում դա կախված է նրանից, թե մենք ինչ խնդիր ենք դնում մեր առջև, հա, ինչ եթե օրինակ, հա, մենք ցանկանում ենք ուղղակի հասկանալ ինչու է մեր դիրքերը կամ վաճառքները օրինակ նվազել, դիրքերը թուլացել կամ նոր ապրանք ենք փորձում ներմուծել շուկա, ուզում ենք հասկանալ դրա կարիքը, դա կոնկրետ կախված է այդ հարցերը պատասխանելուց։ Եթե այսպես ամեն ինչ լավ է ընթանում, ուղղակի ուզում ենք հասկանալ տարին միգուցե 2 անգամը բավարար է, հա, տեսնելու ինչ որ փոփոխություններ գրանցվել է, թե ոչ, դա մեծ հետազոտությունների մասին է, բայց սпасել տարին 2 անգամ հետազոտել եւ չհասկանալ, որ օրինակ նոր մրցակիցներ կան շուկայում, ամեն մրցակցի հետ մենք հասկանում ենք, հա, որ մեր սպառողների նախընտրություններն էլ կարող են փոփոխության ենթարկվել, այսինքն այդ
այսպես կաբինետային հետազոտություն ասվածը, desk research ասվածը, դա պետքա մասնագետը, մարքեթինգի մասնագետը կլինի կամ առանձին եթե հետազոտական մասնագետ ունի, բիզնեսի համար պարբերաբար պետքա իրականացնի այդ հետազոտությունը, ոչ այսպես ամբողջական, հա, ինչպես նշեցի, բայց այդ կաբինետային հետազոտությունները պարտադիր են։ Հետազոտությունը իրականացվեց, արդյունքները արդեն կան։ Այդ գործողությունների շարքը, որը հաջորդում է դրան, որոնք են, այսինքն ինչ պիտի սկսել անել ու կրկին մարքեթինգային թիմի ուսերին է այդ պատասխանատվությունը։ Իրականում մարքեթինգային հետազոտությունը օգնում է բիզնեսին կանխատեսել այսպես բաց թողումները, որ կարող է լինել, ռիսկերն է նվազեցնում հետազոտության միջոցով եւ երբ որ մենք ստանում ենք որոշակի արդյունքներ, մեր հարցերի պատասխանները, արդեն գալիս է որոշումների կայացման փուլը։ Այո, մարքեթինգի գլխավոր մասնագետը կամ ղեկավարը, հա, մարքեթինգային թիմի արդեն ռազմավարություն մշակելիս օգտագործում է այս տվյալները եւ իր ռազմավարության հիմքում բնականաբար դնում է այս դատան, այս անալիզը, այս վերլուծությունը եւ սովորաբար մեծ ֆիրմաներում այդ ամեն ինչը արվում է համատեղ, հա, մարքեթինգի թիմի, օրինակ կառավարման մենեջերների հետ համատեղ, ուսերին է դրվում մարքեթինգի թե ոչ, դա իրականում կախված է, այո, կազմակերպության մեծությունից, եթե այնտեղ աշխատում է բավականաչափ մեծ թիմ եւ մարքեթինգը պատասխանատու է, հա, ինչ որ ֆունկցիոնալ բաների համար այո, ինքն է իր վրա վերցնում պատասխանատվությունը։ Շատ լավ, նաև իմանալով թե դարաշրջանը ինչ հնարավորություններ է տալիս ու արդեն կարծես թե առօրյա է մտել այդ արհեստական բանականությունը, վստահաբար ոլորտում էլ ինքը իր նշանակությունն ու դերն ունի ու հետազոտությունների իմաստով կարծում եմ, եթե անգամ այս պահին ես փորձեմ գտնել թե ինչ մեթոդներ կարելի է կիրառել, ինչ անել ու ավտոմատացված տարբերակով ոնց դիմել դրան, կարծում եմ կօգնի արհեստական բանականությունը, բայց ավելի խորքային ուզում եմ հասկանալ թե այդ իմաստով ինչ փոփոխություններ դաշտում եղան եւ ինչ է կատարվում ընդհանրապես։ Արհեստական բանականությունը մարքեթինգային հետազոտություններում եւս մեծ դերակատարում ունի։ Ես դրական դերակատարման մասին կխոսեմ, որովհետեւ համենայն դեպս երկրորդային տվյալների հավաքագրումը արհեստական բանականության միջոցով բավականին պարզեցվել է եւ ինչի ես հենց իմ խոսքի սկզբում նշեցի, որ եթե նախկինում բիզնեսները կարող էին բողոքել, որ ոյ մենք ռեսուրս չունենք, թանկ են հետազոտությունները եւ այլն, հիմա եթե նրանք գոնե չեն օգտվում այն գործիքներից, այն հնարավորություններից, որ ընձեռում է մեզ արհեստական բանականությունը, այստեղ արդեն բիզնեսի խնդիրն է եւ վախենալ ասել։ Եվ արդարացում էլի կարծես թե։ Այո, այլ արդարացում չկա, որովհետեւ մենք ունենք արհեստական բանականության նման հրաշալի գործիք, ովքեր կարող են օպտիմալացնել մի շարք գործողություններ, հա, ժամանակ կարող է չծախսել մի շարք բաների համար, որը նախկինում է իր անում։ Ես բնականաբար կարծում եմ, որ քննադատական այդ էմոցիոնալ կապերի բացահայտումը, նույն սպառողների վարքագծի հետ կապված, դեռևս ես չեմ կարծում, որ այս ավտոմատացված մոտեցումը հնարավորություն է մեզ ընձեռում դա դուրս բերել, մարդկային գործոնը ես կարծում եմ, որ միշտ էլ կարևոր է լինելու եւ ի վերջո մարդն է որոշում արհեստական բանականությունը իրեն ղեկավարի թե ոչ, թե դու ղեկավար ես, հրահանգ տվողը դու ես, ամեն ինչ կախված է թե ոնց կկառուցես քո հրահանգը, այդ առաջադրանքը ինչպես կտաս, բայց չօգտվել այս դարաշրջանում, ես կարծում եմ դա նույնն է, ինչ որ համակարգչից մենք սկսենք չօգտվել։ Այո, կամ սմարթֆոններից։ Այո։ Հետազոտական մեթոդ ընտրելիս ինչպես ճիշտ մեթոդը ընտրել, կարծում եմ դա էլ է կարևոր։ Դու հիմնական մեթոդին անդրադարձար, որը կիրառվում է, կարծում եմ այլ մեթոդներ եւս կան, շատ բազմաթիվ, որոնք են ավելի արդյունավետ հատկապես հայաստանյան պայմաններում, եթե կան դրանք, եւ ընտրությունը ոնց իրականացնել։ Հիմա քանակական եթե մեթոդներից խոսենք, մենք ունենք հնարավորություն դեմարդեմ հարցազրույցներ իրականացնելու քանակական մեթոդով, հեռախոսային հարցումներ, on-line հարցումներն են արդեն շատ ակտիվ տեղ զբաղեցնում, եւ եթե նախկինում այսպես մասնաբաժինները, եթե տայինք դեմարդեմ հարցումներ, եթե տնայցեր կամ դրսում հարցում կատարելու հեռախոս
հեռախոսային դեմարդեմ հարցումները մասնաբաժին բավականին մեծ էր։ Հիմա փոփոխություններ են այս առումով եղել եւ բավականին բարդացել է դեմարդեմ հարցումների իրականացումը, ավելի շատ նույն հաճախորդներն էլ նախընտրում են ավելի քիչ բյուջետ տրամադրել եւ ավելի արագ արդյունքներ ստանալ, որի հնարավորությունը այսօր տալիս է հեռախոսային հարցումները կացի համակարգով եւ on-line հարցումների իրականացումը, երբ որ օրինակ կոնկրետ թիրախային խմբին ուղարկվում է հղումներ եւ այդ հղման միջոցով մարդիկ իրենք են այսպես ինքնալրացնում հարցաթերթը։ Դա եթե այսպես քանակական մեթոդների մասին խոսենք, իսկ որակական մեթոդներում մենք ունենք ֆոկուս խմբային քննարկում մեթոդը, խորին հարցազրույցների մեթոդը եւ ֆոկուս խմբային մեթոդի մասին առաջել դա մինչեւ COVID-ը, մենք պատկերացում անգամ չունենք, որ հնարավոր է on-line հարթակում եւս իրականացնել ֆոկուս խմբային քննարկում, այսօր մենք տեսնում ենք, որ բացի նրանից, որ հնարավոր է, այլ այն էլի նվազեցնում է ծախսերը եւ հնարավորություն է ընձեռում օրինակ շատ տարբեր տարածաշրջաններից մարդիկ ներգրավել, ել չեմ ասում, որ մի շարք թեստավորումներ հնարավոր է այդ վիրտուալ ակնոցների միջոցով իրականացնել, կնես ոլորտը տեխնոլոգիաներին զուգահեռ ակտիվ զարգանում է եւ անպայման կցանկանայի նաեւ գաղտնի գնորդի մեթոդաբանության մասին եւս խոսել, անդրադառնալ եւ նշել, որ էլի սպասարկման ոլորտը բավականին ակտիվ դիմում է այս մեթոդի օգնությանը, քանզի հենց գաղտնի գնորդի մեթոդաբանության միջոցով են կարողանում այսօրվա այս դժվար մրցակցության պայմաններում պահել իրանց այդ պլանկան եւ ապահովել լավ սպասարկում։ Իսկ նոր մեթոդներ կան, որոնք նոր են փորձում մտնել դաշտ, իրենք հետաքրքիր են, օրիգինալ են կամ առանձին անհատների կողմից կամ ընկերությունների կողմից են փորձում կիրառվել։ Նեյրոմարկետինգի, չասեմ նոր, բայց ասեմ, որ մենք անդադ խոսում ենք նեյրոմարկետինգից, սպառողների այդ վարքագծից, բայց եթե ես չեմ սխալվում, համենայնպես վերջին տվյալներով Հայաստանում այդ լաբորատորիաները, որոնք ապահովում են այդ աչքի, չգիտեմ, կոնտակտը, միմիկաները, քանի վայրկյան, մենք չունենք Հայաստանում հնարավորություն այդ հետազոտությունը իրականացնելու համար։ Մենք անդադ խոսում ենք նեյրոմարկետինգի հնարավորություններից, բայց դա դեռևս այսպես իրականություն որպես այդպիսի, ես չգիտեմ, որ արվում է, միգուցե կան արդեն նման լաբորատորիաներ, բայց իմ ինֆորմացիայով չկա։ Եթե նոր մեթոդներից ենք խոսում, իմ ասած այդ վիրտուալ իրականության հարթակներում, նույն ֆոկուս խմբային քննարկումները, պրոդուկտի թեստավորում, օրինակ փաթեթավորում եւ այլն կարելի է արդեն թեստավորել դեպ SOMAR-ի կուզեմ նաեւ այդ process-ը մի փոքր նկարագրես։ Process-ը այսպեսին է, նախկինում եթե մենք ցանկանում էինք ինչ-որ մի հատ փաթեթավորում թեստավորել, մարդիկ հավաքվում էին, այդ փաթեթավորումը դրվում է եւ շոշափում ենք, ինչ որ բաներ տեսնում ենք եւ այլն, այդ միջոցով պես ֆիզիկապես կա իրը, ֆիզիկապես կա մարդը եւ արդեն նայում է, հայտնում է իր կարծիքը, այո։ Իսկ օրինակ VR ակնոցներով ինչ են անում, հագնում են VR ակնոցները, հայտնվում են օրինակ ինչ որ մի հատ սենյակում, որտեղ կարող են բացել, պահարանը վերցնել ինչ որ մի հատ ապրանք, այո, եւ ուսումնասիրել, այդ ամեն ինչը թույլ է տալիս, էլի Հայաստան դեռևս չկա, բայց այս վերջին SOMAR-ի կոնգրեսին, որը որ ցուցադրում էր հատկապես այս տեխնոլոգիական նորամուծությունները, ես կարծում եմ, որ Հայաստանում եւս շուտով այս ամեն ինչը կունենանք, որտեղ այնպես մենք իրականում մի քիչ դանդաղ ենք առաջ գնում, բայց այնպես չի, որ հետ ենք մնում։ Ես կարծում եմ, որ այդ ընդհանուր այս թվայնացման, այս տեխնոլոգիաների տեսանկյունից այնքան էլ մենք հետ չենք, տեսեք, կազմակերպությունները հետ չեն, այստեղ մի քիչ մշակույթի հարցը, օրինակ եթե on-line հարցումները այլ երկրներում բավականին լայն տարածում ունեին եւ երկրներ կա, որ միայն հենց on-line հարցումները հիմա իրականացնում, Հայաստանում դեռևս այս մշակույթը մի փոքր այնքան է զարգացած եւ ընդունելի չի։ Ինչն է պատճառը Հայաստանում այդ մշակույթը կա, որ նորությունների հանդեպ դեռևս շատ փակ են մարդիկ։ Այդ խնդիր ունենք մենք
Միգուցե որ ժամանակ է պետք ուղղակի այսինքն վստահում են այն ինչ որ կար, այն ինչ որ արդյունք ցույց տվել է արդեն եւ նորություններ օրենք գիտեն, հա, որ մարդը դուրը թակեց, եկավ, հարցում արեց, գնաց, զանգեցին ուղիղ, բայց դեռևս այն զգացողությունը, որ իրեն ուղարկվում է, հա, որոշակի հղում, որ ինքը այդ հղումով պետք է անցնի, ինչ որ մի հատ հետազոտության մասնակցի, դեռևս չկա, հղումը ուղարկվելուց հետո պարտադիր մի հատ էլ պետք է զանգ կատարվի տվյալ ռեսպոնդենտին, պատասխանողին, որպեսզի խնդրել նրան կարճ սեղմ ժամկետներում լրացնի դա։ Հետաքրքիր է այդ դեմարդեմ հարցումները ինչ ընթացք են ստանում այս օրերին, որովհետև մարդիկ կարծես թե ավելի փակ են դարձել շփման մեջ նաև։ Արդյոք մեթոդը ավելի չի դժվարացել իրականացնել, դրա համար է հենց on-line-ը ստեղծվել։ Ոնց է ընթանում այդ process-ը։ Իրականում իրավացի եք, որով հետև բավականին բարդացել է հատկապես Երևան քաղաքում դեմարդեմ հարցումների իրականացումը։ Դա մի քանի հանգամանքների հետ է կապված, որոնցից մեկը այո մարդիկ ավելի խուսափում են, մյուսը մենք տեսնում ենք, որ հիմնական մուտքերը արդեն փակվում են, հա, կոդավորվում են անվտանգության նկատառումներից ելնելով, եւ երրորդը մենք ամեն դեպքում ունենք ակտիվ քաղաք, եթե վերցնենք, որ հիմնական բնակչությունը, հա, օրինակ աշխատող են, այդ մարդկանց ուղակի տանը բռնացնել դժվար է։ Այս բոլոր հանգամանքները ընդհանուր process-ները դժվարացրել են։ Լրագրողների հետ հաճախ շփոթում են հարցում իրականացնողներին, վախեր կան այդ իմաստով։ Ես կարծում եմ արդեն չէ, նախկինում այո, բայց ես կարծում եմ այդ հարցման այդ մշակույթը արդեն մեզ մոտ կա եւ այդ շփոթմունքները չկա։ Հիմա բավականին, եթե խոսենք մարքեթինգային տենդենսներից, մենք շատ կարեւորում ենք տվյալների անվտանգության հատվածը եւ կոնկրետ օրինակ մեր կազմակերպությունը MPG-ին լիովին եւ խստորեն հետևում է թե GDPR-ի բոլոր այդ կանոնակարգերին, թե SOMR-ի ուղեցույցներին, օրինակ հա այդ General Data Protection Regulation, այդ կարգավորող ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնադրությունը, որը իրենից ենթադրում է մի շարք կանոնների հետևում, այդ թվում տվյալ անձի մասին ոչ մի տեղեկատվություն երրորդ անձին չտրամադրում, տվյալների թափանցիկություն, մարդու կամավոր հարցմանը կամավոր մասնակցելու այսպես հնարավորության տրամադրում, հիմա շատ խստացել են այս պահանջները եւ ես կարծում եմ, որ ցանկացած հետազոտական ընկերություն պարտադիր պետք է հետևի։ Նեվ հետաքրքիր է շուկայում աշխատակիցները, մարդիկ, ովքեր գալիս են ոլորտ աշխատելու, հետազոտություններ իրականացնելու, հարցումներ իրականացնելու, այդ մարդկանց թիվը գնալով ավելանում է, թե պակասում է, ոնց են առհասարակ ոլորտում փոփոխություններին այսպես ընդառաջ գնում։ Հարցազրույցավար լինելու աշխատելու համար պարտադիր չէ մասնագիտությամբ լինել ոչ սոցիոլոգ, ոչ մարկետոլոգ, մարքեթինգի մասնագետ, այստեղ ավելի փափուկ է հմտությունների անհրաժեշտություն շատ կա, ճիշտ կոմունիկացվել, գրագետ, համբերատար, հա, այո, կան որոշակի գիտելիքներ, բազային գիտելիքներ, որ ցանկացած հարցազրույցավար պետք է տիրապետի, բայց սովորաբար եւ մենք եւ այլ հետազոտական ընկերություններ եւս հնարավորություն ընձեռում են սովորելու, այսինքն ցանկացած նախագիծ սկսելուց առաջ իրականացվում են տրեյնինգներ մի քանի օրյա, բոլոր մանրամասների գիտելիքները տրամադրվում են այդ մարդկանց եւ ունենալով որոշակի հմտություններ կարող է յուրաքանչյուր ոք աշխատել հարցազրույցավար։ Ու յուրաքանչյուր ոք չասեմ համապատասխանելով որոշ չափանիշների, բայց ես կարծում եմ, որ ինչպես բոլոր ոլորտներում մեր ոլորտում եւս կոնկրետ հարցազրույցավարների մշտական խնդիր կա, առաջ ավելի շատ որպես հարցազրույցավար աշխատում էին ուսանողներ,
հիմա էլ ուսանողներ եւ օրինակ երկրորդ աշխատանք փնտրողներ, ինչպես նաեւ հիմնական տնային տնտեսուհիներ, ովքեր ժամանակի խնդիր ունեն եւ ցանկանում են կեսօրով կամ իրենց հարմար գրաֆիկով աշխատել, այդ հնարավորությունները եւս կան։ Մեր ընկերությունը պարբերաբար տեղադրում է հայտարարություններ, որտեղ մենք փնտրում ենք թե դեմարդեմ հարցումներ իրականացնող մասնագետների, աշխատակիցների, թե հեռախոսային հարցումների, մենք բաց ենք, այնպես որ եթե մեր ռադիո լսողների եւ դիտողների մեջ իրենց մեջ կլինեն այնպիսի մարդիկ, ովքեր կցանկանան այս հետաքրքիր ոլորտում, իսկ դա իրոք հետաքրքիր է հաղորդակցվել մարդկանց հետ եւ օգտակար աշխատանք կատարել, մենք բաց ենք եւ սիրով կընդունենք նոր կադրերի։ Շատ շնորհակալ եմ, կարծում եմ հետաքրքիր զրույց էր եւ վերջում էլ եթե ցանկացողներ իսկապես լինեն կարող են դիմել, նաեւ հնարավորություն է զարգանալու, կարծում եմ։ Այո, ես եմ շատ շնորհակալ զրույցի համար։ Մեծ լսողներին եւ դիտողներին հիշեցնեմ, որ Mix Marketing հաղորդումներ գործարալիքի եթերում հաղորդման հեղինակն է Դաջունցներ տաղավարում, իսկ ձեզ համար Մոնիկա Մամյանն էր աշխատում, կհանդիպենք հաջորդ շաբաթ։